Մարդիկ ոնց որ այդ երկու քարի արանքում են, համ հասկանում են, որ թուրքը կա, ամեն դեպքում անվտանգության խնդիրը կա, ախպեր, լավ, ես որ Գորիսում եմ ապրում, բա որ կռիվ լինի, ինչ եմ անելու։ Դուրս եմ եկել քաղաք, մարդ չկա, ոնց որ ամբողջ աշխարհը Գորիսին է նայում, բայց գորիսեցիները ոնց որ վերջին այս ինչա կատարվում։ Ինչ էլ անենք կենտրոնական իշխանություններից է կախված։ Ասենք թե մենք գնացինք կռվենք, բայց իրանք ասեցին, ասենք հանձնում ենք կամ չէ, ինչ ենք անելու։ Մենք օրինակ պնդում ենք, որ պետք է բնակչությունը մնա։ Բայց այդ պնդումը անելուց հետո դու ապաստարանների խնդիրը չես լուծում։ Դու ոնց որ ասում ես պետք է բնակչությունը մնա եւ մեռնի։ Այդ գյուղի բնակիչը որ կռիվ է սկսում, ինքը մտնում է գմբեթ։ Կռիվը այդ ընթացքում գնում է իրանից 1 կիլոմետր կամ 2 կիլոմետր առաջ։ Ողջույն, եթերում զորաձրույցն է, ես Արմեն Աթալյանն եմ, ես Արարատիկ Թեմքերոբյան, եւ այսօր մեր հյուրը Արտուրն է Խոջաբաղյան, Արտուրը Գորիսից է, հասարակական գործունեության երկար տարիների փորձ ունի, ձեռնարկատիրության էլ էլի։ Հա, բարձր տեխնոլոգիաներ, քաղաք պաշտպանության ոլորտ, էլ որը ասես, Արտուր։ Դե հա, խառը։ Ո՞նց ես ուզում քեզ ներկայացնենք դու։ Անվտանգ Գորիս այսօրվա թեմայի շրջանակում ճիշտը հա Գորիս Անվտանգ Գորիս նախաձեռնության համակարգող Գորիսի անվտանգության խորհրդի համակարգող այնպես չի որ Գորիսի անվտանգության խորհուրդը այսպես զինված ռազմականացված կազմակերպություն նախաձեռնող խումբը որը հաշվի առնելով 20 թվականից հետո մոտեցված Գորիսին մոտեցած սահմանները այնտեղ ինչքան գիտեմ տարբեր բաներ նախաձեռնվեցին Հիմա Արտուրը մի քիչ կպատմի դրա մասին, բայց սկսենք նրանից, որ այսօր Գորիսը մի տեսակ կույրաղիքի է նմանվել, Գորիսով չկա անցնող Երևան-Գորիս կապան ճանապարհը, չկա անցնող Երևան-Գորիս Ստեփանակերտ ճանապարհը, բայց համաձայն չեմ, հիմա հակառակը Գորիսը խնդիրներ կան։ Գորիսը ակտիվացել է։ Այսինքն կյանքը այնտեղ տպավորություն է, որ սկսել է եռալ Բայց մյուս կողմից ինչն էր պատճառը, հա, որ ուզում ենք անպայման Արտուրի հետ շփվենք, Արտուրը եկել է Սյունիքից մի քանի օրով, շնորհակալություն, որ եկար մեզ։ Հյուր, որովհետև այս վերջին շրջանում, ինչպես դու գիտես, ցավալիորեն Սյունիքի առաջնագծի այդ գյուղերում պարբերաբար լարվածություն է նկատվում ու ուզում ենք, ճիշտ ասած, գիտես իմ մոտ տպավորությունն է, որ այդ գյուղերի ժողովուրդը հայտնվել է երկու կրակի արանքում։ Մի կողմից, եթե ես լինեմ իրենց տեղը, կուզեմ բարձրաձայնեմ այդ ամեն ինչի մասին, որովհետև ի վերջո իմ հետ ինչ-որ բան է կատարվում, ես կուզեմ, որ Երևանում կենտրոնում նստած մարդը դրա մասին իմանա, ինձ ապրոմակցի։ Մյուս կողմից կա մոտեցում, որ երբ որ շատ ենք խոսում դրանից, դա կարող է պանիկա առաջացնել եւ այլն, ոսմս որն է ճիշտը։ Ու զգում ես, որ այդ մարդու տեղը եթե լինես, բավականին sense բաց իրավիճակում ես, էլի։ Դե ես այդ իրադարձությունների այդ մասով կարամ ասեմ, որ այդքան պանիկայի խնդիրը չի, ինչքան այսօր Գորիսի տնտեսությունը շատ կապված է զբոսաշրջության ոլորտից, մինչև պատերազմը ահագին այդ ոլորտում ոնց որ մարդիկ ներդրումներ են կատարել ու այդ բաները իրադարձությունները որ լինում են ու դրանք մեծ արձագանք են գտնում վերջում տենց թարս ձևով գալիս են անդրադառնում են քաղաքի զբոսաշրջությանը ասենք շատ աբսուրդային ձևերով էլի օրինակ կարող է մարդ գա ասի որ գալիս են Գորիս ճամփին թուրքերը ստուգում են ձեզ կամ թուրքերը ձեր վրա կրակում են դա ես էլ լսել աբսուրդ բաները անվտանգ է ճանապարհը հա այդպես բաներ են ասում հա ու ավտոմատ ոնց որ դա ուղիղ ազդեցություն է ունենում զբոսաշրջության ոլորտի վրա Եվ դրա համար մարդիկ ոնց որ այդ երկու քարի արանքում են, համ հասկանում են, որ թուրքը կա, ամեն դեպքում անվտանգության խնդիրը կա, քանի դեռ չկա խաղաղությունը, այսպես կոչված, հա, կամ չենք էլ հավատում այդ խաղաղությանը, ամեն մյուս կողմից մարդիկ այդ տարածաշրջանում ապրում են, պիտի ապրեն եւ ապրելու համար միջոցներ են պետք եւ ցանկացած նմանատիպ խոսակցություն ոնց որ տնտեսության վրա ազդեցություն է ունենում Երևի ինչ որ туриզմի նոր ձև երևի պետք է զարգացնենք խնացախում խոսնավարում կան հատուկ այդ քրակոցները լսեն ասենք բայց միամ գնդացրից կրակ ինչ բայց իմ մոտ մեծ հարց առաջանում էլի նայ հեսա տարուց ավելա Իսրայելը ռեալ պատերազմի մեջ է
ու բարբերաբար խոսիտներն էլ տարուց ավել կես տարի ու կես է եղել։ Հա, էլի տարուց, բայց туриզմի վրա ոնց որ դա չի ազդել, էլի այտենց։ Չէ, լավ ազդել է։ Հա, որովհետև տեսնում ես նույնիսկ Հայաստանից ինչ որ այդ ուխտավորների խմբեր շարունակում են գնալ։ Չէ, ուխտավորները միշտ եղել են, բայց մենք պիտի հասկանանք մի բան, հա, որ Գորիսում туриզմը այսպես գնալ Գորիսում հյուրանոց մնալը չի։ Գնալ այնտեղ բնություն կա, հա, գնալ Տաթև, գնալ այսպես, պտտել Սյունիքով, Սյունիքի գոհարներին ծանոթանալ, մենակ այսպես ճանապարհով գնալ հետ գալը չի։ Իրականում դրա կարիքը կա, այսօր որ օրինակ մտածում ենք ոնց կարելի է Գորիսին օգնել, մի ձևերից մեկն է նա, որ գան մարդիկ իրանց ներքին туриզմի հարցով այս տարածաշրջան ու ինքը շատ կարևոր ոնց ենք օգտակար գործ կլինի, էլի համ բնակչությանը կլինի բարոյական աջակցություն, որ գալիս են մարդիկ գնում են Մյուս կողմից էլ Գորիսում, որ ասում ես աշխուժ է, հենց այդ աշխուժությունը արվում է մաքսիմալ ոնց որ Գորիսում միջոցառումներ բաներ, որ այդ բանը տեղեկատվական այդ ճնշումը ոնց որ չեզոքացնենք էլի, որ հասկացանք թուրքը սահմանին է, բայց մենք ստեղ ենք ապրում, ստեղ մենք ստեղծագործում ենք, ամեն ինչ անում ենք, որ ստեղ մեր համար լավ լինի։ Այս իրականում ես այդ համոզմունքը ունեմ, որ ստեղ խոսքը գնում է հիբրիդային պատերազմի մասին, հա, եւ հիբրիդային պատերազմը ինքը լիքը տենց շերտեր ունի, շերտերից մեկը բնակչության տնտեսության վրա ազդեցությունն է եւ այդ կրակոցները իրանց այդ ազդեցությունը ունենում են տնտեսական, հոգեբանական առումով եւ հակազդեցությունը այստեղ ոնց որ այդ պետք է լինի, այսինքն մենք պետք է ասենք ավելի ագրեսիվ լինենք այդ միշակույթային միջոցառումների առումով այդ համատեքստում, ինչպես նաև բնակչության աջակցություն, ասենք, այլ տեղերում ապրող իրանց այցերով հակազդեցության, ոնց որ պատերազմի մասը էլի ընդունենք այդ մարտահրավերը։ Բայց կա խնդիր նաև բնակչության պատրաստության, չէ, որովհետև այս նույն բնակչությունը, եթե չի տեսնում, ասենք, մեր կողմից այդ գրակետերի լրացման փորձեր, այդ բնակչությունը գոնե պետք է համոզված լինի, որ ինքը, այսինքն ինքը պետք է պատրաստված լինի պետք եղած ժամանակ ինքը, ասենք, մտնի մարտի կամ պաշտպանական գործողությունների կազմակերպի կամ մասնակցի այդ պաշտպանական գործողություններին ու այստեղ նույն Իսրայելի օրինակ կարելի է բերել, ասենք սովորական ավտոբուսներում, ասենք դու շատ հաճախ կտեսնես զենքով մարդ, հա, որը ասենք արձակուրդ գնացող զինվորն է, որի իր զենքը հետո միասին գնում գալիս կամ տանը մնացող զինվորը, որը իր զենքով է պտտում քաղաքում, եւ ոչ մեկի դա չի վախեցնում։ Հիմա չեմ կարծում, որ շատ կվախացնի տուրիստին, եթե բնակիչը տանը զենքը ունենա կամ բնակիչը պատրաստված լինի։ Ասենք կռվին։ Այդ այնպես չի, որ անվտանգության առումով այդ նույն տուրիստը ինչ որ շատ ահաբեկվելու է տեսնելով, ասենք գյուղին մոտ կառուցած դիրքեր կամ կրակի կետեր, էլի։ Բայց կարծեմ 21-ից հետո տենց ինչ-որ process գնաց, չէ՞։ Մարդիկ հասկացան։ Իրականում Գորիսի անվտանգության խորհուրդ այդ նախաձեռնությունը, որ ստեղծվել էր, հենց այդ հարցադրումներից է եկել, էլի, այդ կարամ մի փոքր պատմեմ, բայց մի քիչ ավելի հին բանից կգամ, մենք 16 թվին, որ եղավ ապրիլյանը, իմ ընկերներից մեկը զանգեց, ասեց այդ բանը ոման որ կա բան կարանք մենք Գորիսում էլ այդ բաներով զբաղվենք եւ այլն ես այդ ժամանակ զանգեցի Վարդանովին ասեցի տղերք կան ուզում են ոմա պարապեն Գորիսում հնարավոր է գալ ստեղ ինչ որ բան անել ասես դե սկսեք վազել առավոտները մի ամիս բան հետո ոնց որ ֆորմի մեջ չնենք կխոսենք դե տղերքին ասեցի պիտի հեռնենք վազենք հա ու ոնց որ տեղերևած մեր բանը այսպես ասած ցանկությունը ռեալ էլի մենք չվազեցինք հա ու տենց գնաց այսինքն անգամ առօրյա մեր հոգսերի մեջ այդ հարցը տենց մնաց ու 20 թվի այդ ամեն ինչը որ ավարտվեց նոյեմբերի 9-ից հետո չարաբաստիկ ես ինձ հարց էի տվել լավ ես ինչ եմ արել կամ ինչ չեմ արել որ իմ մասով ինչն եմ սխալ արել եւ ես միանգամից այդ իրադարձությունը հիշեցի եւ առաջի բաներից մեկը որ որոշեցի այդ ոմայի հիմնադրումն ա եղել Գորիսում ողջունալ արվեստ Գորիսը որի նպատակը հենց այն է ինչ որ ոմայի այսինքն մենք նպատակ հետապնդեցինք ընդհանուր համատարած բնակչությանը գիտելիքները բարձրացնել այսինքն առաջի օգնության վերաբերյալ
լիքը հմտություններ։ Լավ, իսկ ինչ-որ հաջողություններ կա։ Այդ իրականում համ չէ, այսինքն մենք վատ չենք աշխատել այս 4-5 տարվա ընթացքում, հարյուրավոր մարդկանց ենք վերապատրաստել տարիքային խմբերի եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում է անվտանգ Գորիս այդ անվտանգության խորհրդին, այդ նորավանի դեպքերը, որ եղան, որ առաջ եկան 21 թվիներ, թե 22 չեմ հիշում։ 21-ին, հա։ Այդ ժամանակ Գորիսի մտավորականներից Սարգսյան Վարդանը զանգահարեց եւ ասեց, որ դուրս եմ եկել քաղաք, մարդ չկա, ոնց որ ամբողջ աշխարհը Գորիսին է նայում, բայց գորիսեցիները ոնց որ վերջինա, այս ինչա կատարվում, ասում այս պիտի սենց լինի, իջի քաղաք հանդիպում ենք, մի հատ հասկանանք ինչ ենք անում, հա, այս համատեքստում։ Այդ ժամանակ Գորիսի համայնքապետը Արուշ Արուշանյանը ձերբակալված էր բանտում էր եւ հանդիպումը ներկային մարդ չկա ասելով ինչ նկատն է, որ ժողովուրդը իրար խառնված չի, թե իրար խառնված չի եւ նաեւ տպավորություններ, որ արտագաղթ էր եղել այդ բանի հետ կապված, այսինքն սովորաբար այդ նման իրավիճակում բնակչությունները կամ սաղինած տներն են կամ ասենք ինչ որ ակտիվ մասա դուրս է գալիս քաղաքից սովորաբար տես մի 20-30%-ը միշտ ինչ որ վտանգի դեպքում լքում են տարածքը ու դա տենց առաջի հայացքից երևում է ես չեմ մանում ինքը ավելի շատ երևի սպասում էր որ մարդիկ պետքա անհանգստանային եւ դա երևար փողոցում պրոակտիվ բայց դա չի երևացել փողոցում այսինքն քեզնից մի 20-30 կիլոմետր այն կողմ պատերազմա գնում ռեալ ու դու ոնց որ վեճը չի այս կարծիքներ դե իջանք քաղաքում հավաքված էին տարբեր մարդիկ իրանք մտավորականներով բիզնեսմեններով տենց մոտ մի 30-40 մարդ էր հավաքվել ու ուզում էինք հասկանանք մենք ինչ կարանք անենք այդ ժամանակ դեռ պատերազմը հələ կարծեմ գնում էր էլի այսինքն դեռ չէր ավարտել մի 2-3 օր հա մարտական գործողությունները գնում էր եւ քննարկումը բնականաբար ամեն ձևով գնում էր թե քաղաքական առումով էր քննարկում գնում այսինքն մարդիկ կային ասում են ինչ էլ անենք կենտրոնական իշխանություններից է կախված ասենք թե մենք գնացինք կռվենք բայց իրանք ասեցին ասենք հանձնում ենք կամ չէ ինչ ենք անելու հա եւ բնականաբար այնտեղ կային նաեւ հենց այդ գործող իշխանությունների կողմ մարդիկ ու sense ոնց որ գնում էր հա լավ բախումներ էր գնում քաղաքական եւ ոչ քաղաքական ու ուզում էինք իրար հետ շատ կոնստրուկտիվ խոսակցություններ ինդեպ ասեմ ճիշտ է տենց ծանր էր ընդհանուր տենց բայց ես ինձ դուր էր գալիս ես սիրում եմ մարդիկ որ ուղիղ իրար հետ շփվում են ու փորձում են այդ բաները վեճերը սեղանի վրա բերել դե այդ իրավիճակում ամենավատ բանը պարա պահանջորձ մնալն է իսկ եթե դու պարա պահանջորձ մնացել ես տանը սպասում ես Թուրքիա պետք է գա դուրը ծայցի կամ տրակասնի այդ ամենավատ բանն է բայց դա առաջի ոնց որ նու առաջինը շատ անպագորգոր կային չի բայց փաստացի իմ պարագայում երբ որ ես տեսա որ անվտանգության խնդիրը ինչպես է միավորում բոլորին անկախ քաղաքական ամբիցիաներից եւ այլն եւ այդ ժամանակ որոշեցինք որ մենք բան ենք անում պետքա ինչ որ նախաձեռնություն սկսենք այսպես կոչված անվտանգության եւ հանրահավաք կազմակերպեցինք ժողովրդին կոչ անելով որ եկեք մենք sense չենք կարա հանդուրժենք եւ այլն եւ հանրահավաքի նաեւ բաներից մեկն էր որ կոչ ենք անում իշխանությունները ազատեն Արուշ Արուշանյանին որտեվ պատերազմական իրավիճակը համայնքապետը պետքա իր տեղում լինի հա մարդը որը որ տեղական ինքնապաշտպանություն պետք է կազմակերպի ինքը պետքա տեղում լինի հա Այս բանով, հա, այս մեսեջներով հանրահավաք եղավ եւ հանրահավաքի ժամանակ հայտարարեցինք, որ մենք նախաձեռնություն ենք սկսում Գորիսի անվտանգության խորհուրդ նախաձեռնությունը, իլուր աշխարհի այսպես կոչված։ Սկզբից մտածում ենք, որ այդ անվտանգության խորհրդում պետքա բոլոր պաշտոնյաներից, պաշտպանական այդ օղակներից ներկայացուցիչներ լինեին, այսինքն ոստիկանություն, ԱԱՑ, բանակ, հետո հասկացանք, որ իրանք նման բաների կարան մասնակցեն, եթե վերադասի թույլտվություն լինի, այսինքն հա, այսինքն հասկացանք, որ այդտենց չի կարա լինի, դե որոշեցինք, որ մենք ուղղակի լինենք այդ շրջանակով այդ խումբը եւ աշխատենք բոլորի հետ առանձին, այսինքն գնանք իրենց մեր հոգսերը, մեր մտահոգությունները ներկայացնենք ու փորձենք օրակարգ ձևավորել։
այս անվտանգության խորհուրդը այտենց Հիմա այսքան տարի անցել է, ինչ է կարի։ Հիմա ես ասեմ առաջի խնդիրը մենք որ մեր առաջ դրել էինք այդ անվտանգության վերաբերող օրակարգերի ձևավորումներ քաղաքում այսինքն մարդիկ այդ խնդրի շուրջ մտածեն որ ախպեր լավ ես որ Գորիսում եմ ապրում բա որ կռիվ լինի ինչ եմ անելու այդ հարցը տան եւ նաեւ պատասխաններ էլ շրջանառվեն օդում այսպես ասած բազմոցին նստած չսպասեն միջին ինչ կարելի է անել ու այդ ինչ կարելի է անելներն էր առաջին ապաստարանների խնդիրներ որ գիտեք օրինակ մենք ասում ենք պետքա բնակությունը մնա չէ մենք օրինակ պնդում ենք որ պետքա բնակությունը մնա բայց այդ պնդում անելուց հետո դու ապաստարանների խնդիրը չես լուծում դու ոնց որ ասում ես պետքա բնակությունը մնա եւ մեռնի իսկ ու ասածը ոնց որ հետա դառնում իսկ ինչ վիճակա այնտեղ ասենք նույն Երևանի տրամաբանությունն է երբ որ ռմբապաստարանները դառել են խանութներ եւ այլն այստեղ Գիտեք, մենք այդ հետազոտությունը մենք էլ արդեն իշխանություններն էլ արել են, այսինքն իհարկե տարածքների մեծ մասը սեփական աշնորհված են, բայց նաև իրազեկումը ընդհանուր process-ը գնացել էր նրան, որ բոլորը սկսել էին հոգ տանել, որ իրանք բանալիները ունենային այդ տարածքը, օրինակ չգիտեմ, իմ տարածքն է այդ պատվալը բայց ես կարող այդ բան ժամանակ Գորիսում չեմ մեկի տանը կա այդ բանալին որ անհրաժեշտության դեպքում կարան բացեն մտնեն այդ տարածքը օրինակ նա Երևանում հետո դրա շնորհիվ որոշ տեղեր սկսեցին ապաստարաններ վերանորոգել ես ու տարբեր մարդիկ սկսեցինք այդ ռոպագանդան անել ես ասենք մի հատ փոքրիկ ապաստան եմ համար սարքել վիդեո արարքրած ես իմ ապաստարանն է բաձերը որն է Այսինքն օրակարգը ոնց են ձևավորում, տենց են ձևավորում։ Նայ, խնդիրը գիտես որն է, որ Երևանում էլ ամեն այդ բանից մարտական գործողություն, պատերազմից մեկ էլ հիշում են։ Հու, գնանք մաքրենք, էսեն, օրեր է տևում։ Ասենք ես բազմաթիվ շենքեր եմ տեսել, որ ունի նկուղը կամ խոզանոց է Կամ ամբողջությամբ կանալիզացիայով լցված, կամ բնակչությունը ինչ աղբ ունեցել է տասնամյակներ լցրել է այնտեղ, ու ոչ մեկի ոտքերին չի, տենց պարբերաբար հիշում են, հա ինչ որ խոսում են, որ պետքա, ու անցնում գնում է։ Բայց այնպես չի որ ասեն, գիտես, բազմաբնակարան շենքի նկուղը, դա իր ռմբապաստարանը պետք է լինի։ Գոնե ինչ-որ մի բան է, Գոնե այդ ինչ-որ մի բան է, հիմա տես, սեփական տան նկուղը, հա, կարող է ժամանակավոր ինչ-որ պատասպարան լինի, ինչ որ իրավիճակներում, բայց ռմբապաստարան, երբ որ գնա ասենք մասսայական ռմբակոծություն, ինքը չի հանդիսանում ռմբապաստարան։ Ապաստարանը, լավ։ Ժամանակավոր Հա, ժամանակավոր, այդ պահին իջնես։ Բայց հիմա մենք ունենք խնդիրներ, հա, եւ այդ քաղաքապաշտպանության խնդիր ունենք, եւ անվտանգության խնդիր ունենք, եւ պատրաստության խնդիր ունենք։ Հիմա ես լսում եմ Արտուրին պատկերացնում եմ իրավիճակը, որ կրակել են, հիմա պետք է հասկանանք ինչ անենք, հա, բայց դա այդ ժամանակ արդեն ուշ է։ Մարդիկ շատ լավ են արել, հիմա 4 տարի կազմակերպվում են, գիտեմ որ այդտեղ կա եւ կազմակերպվածությունը եւ կա, ասենք, արդեն սահմանային դարձած գյուղերում եւ իրազեկում եւ որոշակի պատրաստություն, բայց նաեւ կա Գորիսում գնացել զարգացել է նաև քաղաքացիական զենքի մշակույթը, չէ՞։ Այդ մասով եմ մի բան ասեմ, որը մենք համապարփակ պաշտպանության շրջանակներում դիտարկում ենք որպես հենասյուներից մեկը բնակչության այսպես զենքին, զինվածության եւ պատրաստվածության խնդիրը։ Ես իրականում ասեմ սենց, Գորիսը, քանի որ փոքր քաղաք է ու տարածաշրջանը այսպես ասած հարուստ է որսերով, այդ զենքի մշակույթը ես զգացի, որ այնպես չի, որ շատ վատ է, այսինքն լիքը մարդիկ որսորդներ են եւ Զինաստան զենք ունեն։ Լիքը տենց չեմ կարա գնահատական տամ ինչքան լիքը, բայց իմ շրջապատում ես տեսա, որ շատերը ունեն զենք, որսորդական ու որսի են գնում եւ այլն, այսինքն որսորդ միության անդամ են, բայց զենքի տիրապետման մշակույթը որպես այդպիսին այդ մենք որ անվտանգության խորհուրդը սկսեցինք այդ process-ում Ազատազենը սկսեց եւ Ազատազենը դառավ մեր համար բան գործընկեր եւ նաեւ գաղափարական բան էլի որ մենք իրancsից վերցրեցինք այդ գաղափարը որ նույնը պետքա Գորիսում անել գնացինք Ազատազենը նայեցինք իրանք ոնց են սարքել եւ այլն իրանց էլ հրավիրեցինք քաղաքացիական հրաձգարանի բացման արարողությունը արեցինք։ Իսկ կա հիմա Գորիսում քաղաքացիական հրաձգարան։ Իհարկե կա եւ անցած տարի 1000-ից ավել մարդ է եկել, գրակել են
ու գալիս են թե կոլեկտիվներով, գալիս են թե բանով, ասենք ուսանողներ եւ այլն, հա, տարբեր կատեգորիայի եւ դա շատ կարեւոր մի քանի հարցալուծում, նախ զենքի մշակույթի հարցնալուծում, որ մարդիկ զենքի տիրապետումը այդ մշակույթը սկսում են հասկանալ։ Ես նույնիսկ туриզմի մեջ եմ ուզում դա լինի, էլի, այսինքն ինքը այնքան զարգանա, որ մարդիկ ասեն կան կրակեն։ Եվ երկրորդը անվտանգության հարց է։ Այս ցավոք պետքա մի բան ասեմ, սրա հետ կապված, այս վերջերս ցավալի դեպքեր եղել Գորիսում, որ ոչ համապատասխան վայրում գնացել էին ինչ-որ զենք փորձարկեն, որսից առաջ էլի, եւ խախտում են արել եւ դրա պատճառով մարդ է մահացել, հա, մեր բանում չի կարա այդպես դեպք լինի, էլի, ասենք, որտեղ մենք շատ խիստ ենք անվտանգության հետ կապված պայմանները եւ հենց էս էլ ապացուցում է, որ մեր քաղաքը նման բանի կարիք ունի, անկախ բոլոր արգումենտներից։ Եվ բացի դրանից մարդը, որ գալիս է կրակում, ինքը իր մոտ բան է փոխվում, հոգեբանություն է փոխվում, թե պատերազմի նկատմամբ վախերն են լրիվ ուրիշ ձևով են դառնում, հա, արդեն դու ավելի շատ ագրեսիվանում ես, երբ որ դու գիտես կրակելը։ Էլ չեմ ասում, որ նպաստի դա, որ մարդը արդեն սեփական զենքներ ունենա, այդ արդեն լրիվ դու բան ես, ուրիշ հասարակություն ես էլի դառնում։ Մի քանի շաբաթ առաջ մեր մոտ իշխան Գևորգյան եւ այնտեղ քննարկեցինք նաեւ այդ վերջին եւ անդառնալի որոշում կայացնելու հմտությունը, երբ որ դու կրակում ես ձգանը քաշելու պայն, դու վերջնական եւ անդառնալի որոշում ես կայացնում, ընդունում եւ կայացնում եւ իրագործում եւ դա արդեն քո մոտ փոխում է ընդհանրապես աշխարհի նկատմամբ պատկերացում, որ դու արեցիր մի բան, որին հնարավոր չի հետ բերել։ Գնդակը թռավ, այդ իսկ նշանակետում կարող լինի, ասենք թշնամին կամ մեկ այլ, ասենք թիրախ, որը պետք է խոցել անպայման, այլապես դա քեզ կխոցի, հա։ Ու այստեղ ուզում եի արդեն այդ туриզմի հետ կապված գանք խոսենք, այ որ Գորիսում եւ Սյունիքում ընդհանրապես туриզմը տեսության նշանակալի ճյուղերից մեկն է, հանքարդյունաբերության հետ առայժմ չի համեմատվի, բայց հուսով ենք կհամեմատվի։ Այ կան գալիս են արդյոք այդ հրաձգարան կրակելու հենց տուրիստներ կամ տուրիստական ընկերությունները, տուրիստական փաթեթները չեն կարճել այդ մակարդակին, հա, մենք մի քանի խնդիրներ ունենք, պետք է լուծենք, որ նաև հասնենք այդ մակարդակին։ Ու այս ամեն ինչից զատ մենք բանել խնդիրներ ունենք, էլի, ֆինանսական խնդիրներ ունենք, որտեղ այս ամեն ինչը անում ենք տեղական ուժերով, այդ որ ասում եմ լավ բաներ կա, վատ բաներ կա, տեղական ուժերը գոհացուցիչ չեն։ Այսինքն այնքան չեն, որ մենք արխային այդ ամեն ինչը սենց տնենք ունի մեջ գնա, ու որը շատ ցավալի է։ Համ կան աջակցողներ, համ էլ որ ասում քո սպասելիքները ավելի շատ են։ Ինքն էս մինիմալում ինչ որ սենց վիճակի պահում է, էլի։ Արտուր ջան, նայ, բայց նայ, իմ մեջ միշտ խոսում է լրագրող էլի, ես փորձում եմ սենց տակից չէ, բզբզալու խնդիրը չէ, էլի, դու գիտես ինչ-որ բաներ, հասկանում եմ, որ լավատեսականը շատ լավ է, բայց ես խնդիրներ եմ տեսնում, ուզում եմ հասկանամ այդ խնդիրների լուծումը դու ոնց ես պատկերացնում։ Նայ, օրինակ 21 թվականից ի վեր ես հետաքրվում եի այդ առաջնագծի գյուղերում աշխարհազորային ուժերի կազմակերպման այդ հարցի վրա, հա, կենտրոնանում էի դրա վրա։ Ու ես հնդածս ներքին խոհանոցից հասկացա, որ նախ այնտեղ մարդիկ բաժանված են այդ քաղաքական ուժերի։ Այս մարդը իմ քայլական է, այս մարդը նախկին հանրապետական է, ֆլան բեֆան։ Գումարած դրան, այդ մարզվելու խնդիրը, հա, այդ մարդկանց մի մասը գիտակից է գնում է մարզվում է, մի մասը ունի զենք, քանի որ ինքը աշխարհազորային է, չի մարզվում։ Այս հարցը ինչ որ ձևով փորձել եք բացասնել, որպեսզի լինի համակարգվածություն եւ լինի փոխգործակցություն, որովհետեւ մեզ Homo sapiens-ին դարձրել է բնությունը համար 1 աշխարհը, որտեղ մենք համագործակցում ենք։ Հիմա Թշնամին հաղթեց մեզ ոչ թե նրանով, որ ինքը ուժեր էր, որովհետև ինքը կազմակերպված էր ու լավ կառավարում ուներ։ Հիմա եթե մի ինչ-որ գյուղում 400 հոգի ունի զենք, թեկուզ դնել, խլել, լիցքավորել ու կրակել, գիտիպես համագործակցություն չկա։ Հա, պատկերացնենք գիշերով ինչ-որ մի գյուղում ճեղքում է տեղի ունենում։ Գյուղում դիցուկ 100 հոգի ունի ԱԿՄ, ավտոմատ։
Ինչ պետք է անեն։ Որտեղ պետք է դիրքավորվեն։ Ով այս հարցերը։ Ես մի հատ հակադարձում անեմ այդ կարևոր այդ որ ասում ես թշնամին հաղթեց, որտեղ ինքը կազմակերպված էր, համաձայն չեմ։ Ես համոզված եմ, որ թշնամին հաղթեց մեզ, որովհետև ինքը ավելի շատ էր ուզում մի բան, քան մենք։ Իմ մոտ այդ համոզմունքն է ձևավորվել, որ դու ինչ որ տեղ հաջողում ես, եթե դու համոզված ես, որ դա պետք է քեզ։ Ու դա ամենաշատը գալիս է էլիտայից, այսինքն մեր պարագայում էլիտան գործող իշխանությունները իրանք համոզված չէին, որ ուզում են Արցախում հաղթել կամ Արցախը մերն է կամ չգիտեմ ինչ։ Ես քո հետ համաձայն եմ։ Ինչքան էլ հոգու խորքում իրանք դրա համար մենք առաջինը պետք է համոզված լինենք, որ մենք ասենք մեր տարածքում ենք ապրելու անկախ ամեն ինչից ու կռվելու ենք։ Այդտեղ մի անգամ մի գորեսեցի մի լավ արտահայտություն արես, սարքել եմ լոզունգ էլի, տենց ասում եմ ես տեղ եմ մեռնելու։ Այսինքն ես տեղ եմ մեռնելու, այդ ի՞նչ է նշանակում, որ կամ քո սովորական կյանքով ապրելու ես, մեռնելու ես, կամ եթե ինչ-որ բան լինի, էլի չես փախ։ Չես տեղ ես մեռնելու։ Եվ քո բաբերի բաց հողը չես թողնելու, այո։ Ոնց որ այդ շատ կարևոր լոզունգ է, որ ես տենց սարքել եմ, ոնց որ համարյա դրոշակի պես, որ շատ հաճախ ասում եմ այդ արտահայտությունը։ Հետո արդեն գալիս է, որ դու ասում ես լավ ախպեր հասկացանք ստեղ ես մեռնելու, շատ լավ ես ասում։ Հիմա արի հասկանանք չմեռնենք էլի, ասենք բանը չհասնի մեռնելու, պահենք, ասենք, խնդիրը կարողանանք լուծենք։ Ճիշտն ասած, հենց անվտանգության խորհուրդ նախաձեռնությունը ինքը իրանով այնքան լավն է, որ մենք օրինակ ես ռադիկալ քաղաքական հայացքներ ունեմ, որ արտահայտում եմ, բայց այդ չեմ խառնում անվտանգության խորհրդին եւ արդեն ոնց որ հասկացել է այն տարբեր հայացքներ ունեցող մարդիկ եւ մենք բոլորի հետ աշխատում ենք, թե այսպես կոչված ԿՊ, թե S1, թե M1 ու բոլորին ներգրավում ենք այդ օրակարգի մեջ։ Մենք այդ խնդիրը այդ քաղաքական չենք խառնել։ Ու նույնիսկ ասենք շրջանակներ կան իրար հետ իրանք այսպես ասած լավ չեն, տարբեր պատճառներից, բայց մեր հետ աշխատում են։ Նույն ասենք աշխարհազորայինները գալիս էին հրաձգանն կրակում էին կամ այս հակառակտեղից գալիս էին մեր հետ աշխատում էին։ Այդ կա, բայց ինքը ամեն դեպքում շատ ավելի ուրախ կլինեինք, որ այդ հակասությունները չլինեին իհարկե։ Բայց դե փոքր քաղաքը ինքը իր խնդիրներով կլինեն, ես շատ ծանր չեմ տանում էլի այդ ամեն ինչը։ Եմ որ ասում լավ կլիներ, որ տենց չլիներ, դե բայց Արտուր ջան, գիտես ինչ փորձում ենք, որ ասենք նպաստենք նրան, որ այդ նման կոնֆլիկտներ չլինեն, բայց ինչ որ իմաստով եթե sense չես ասում, հələ սաղը եկեք կոնֆլիկտ չպիտի լինի, մենակ այդ հարցը տենց է լուծվում, հա, ինչ որ մեկը պիտի տենց ասի ու բոլորի կողմից ընդունելի լինի ինքը։ Եթե տենց չկա, ինքը ավելորդ ժամանակի վատնում, ասենք, որ ինչ որ փորձես մարդկանց բարեշացնես էլի։ Ինքը որ ժամանակը գա մեկ այլ։ Այստեղ իմ բացասած խնդրի պատճառը հետեւյալն է։ Հիմա պատերազմները ահավոր արագացել են ու նույն Թուրքը երբ որ իր այդ զորավարժությունները կատարում է, երբ որ հետևում ես, այնտեղ իրանք հայտարարել են, չէ, այդ ռիլիզ են տալիս մեկնաբանություն, թե ինչի մասին է զորավարժությունը, այ կայծակնային հարձակում, չգիտեմ, լեռնային պայմաններում եւ այլ եւ այլ։ Հիմա իմ մտավախությունը այն է, որ թշնամու քանի որ պլանը դա է, մենք այստեղից պետք է հասնենք Սյունիք օգնության, չէ։ Որպեսզի մենք հասնենք, այնտեղ պետքա տեղում բնակչությունն էլ ինքնակազմակերպված լինի, որպեսզի կարողանա այնքան պահել, մինչև ստից որ հասնես, որ հասնես, հա, բառացիորեն ժամերի խնդիր, հա։ Իսկ դրա համար ես կարծում եմ, որ բանակի ներուժը միայն բավարար չի, ու բանակը պետք է աշխատի տեղում բնակչության հետ։ Այսինքն որպեսզի Վաչիկը, որի տունը դրած է պեկա, որը դիրք է պահում։ Ասի Վաչիկը Կիրովականում էր։ Այս Սյունեցի Վաչիկը։ Խաչիկի աղբեր Վաչիկը։ Խաչիկի աղբեր Վաչիկը։ Խաչիկը Վաչիկը հրաչիկը իմանան իրանց գյուղում ով որտեղա դիրքավորվելու, ով ինչ զենքով է դիրքավորվելու։ Ռացիայով կապի մեջ լինեն, հասկանան որտեղից է իջնելու ինչ որ բանի դեպքում, չգիտեմ, թշնամու բանը ուժը։
իրանք որքոն պետք է կրակեն, այսինքն ես տենց եմ պատկերացնում, էլի աշխարհազոր, երբ որ շատ հստակ ձևակերպված գոնե մտքի տեսքով, չեմ ասում, գոնե պարապած լինեն, գոնե իրար հետ պայմանավորված լինեն, ես ստեղ եմ նստելու, որտեվ ստեից ինձ չեն կարող խփել, ես ստեից կխփեմ, կպահեմ սրա մեջքը, էսի կպահի սրա մեջքը, մենք այսքան ժամանակ կշահենք, համ խաղաղ բնակչությունը դուրս կգա, համ էլ օգնական ուժը կհասնի։ Ես իրականում այդ ամեն ինչը թողնված է, այսօր ցավոք սրտի թողնված է, այսօր տեղում, ասենք տեղական ինքնակառավարման մարմինների կամ տեղում կազմակերպվող այսպես նախաձեռնությունների ուսերին, որովհետև 5 տարի պատերազմից անցել է համարյա, բայց թղթի վրա դեռ աշխարհազորու տեղային պաշտպանության տեղական պաշտպանության ուժեր են այսպես խաղացնում։ Տերաբարոնը սարքիչը։ Տարածքային պաշտպանությունը եւ տեղական պաշտպանությունն էլ տարանջատել են իրարից օրենքի մակարդակով, հա, բայց ասածս ինչ է, որ առայժմ դեռ մենակ թղթի վրա ենք այդ ամեն ինչը տեսնում։ Իրականում, մենա ես ու դու էլ գնացել ենք տարածքային պաշտպանության ուժերի, ասենք զորահավաք զորավարժանքի, տեսել ենք, որ շարունակություն չի ստանում։ Գնացել ենք, փաստացի այսօր դեռ զրոյական մակարդակի վրա ենք այդ բնակավարում։ Բայց մարդիկ ինչ-որ բան ինքնուրույն փորձում են անել։ Մի հատ ուզում եմ այդ սահմանումները հստակեցնենք, այդ աշխարհազորը, որովհետև գոնե Գորիսում այնպես փորձ եղել լավ մեր տարածաշրջանում, ու հենց այդ իմ համոզմամբ այդ սահմանման սխալ ընկալման պատճառով ինքը չի դարել այն ինչը որ պետքա դառնար։ Ես հենց եմ հասկանում, հա, ասենք կա բանակ, կա պահեստազոր, կա ակտիվ ռեզերվ, կա մոբ եւ նոր կա աշխարհազոր։ Այսինքն այդ աշխարհազորն այն գյուղացիք են, այսպես ասած, եղաններով կամ կանայք եւ այլն, հա, աշխարհազորը, որը անվանափոխվեց տեղական պաշտպանության ուժերի, հա, դա մոբն է էլի։ Չէ, դա նույն մոբը չի, դա իրականում տեղի բնակչությունը, որը զինապարտ չի։ Հենց օրենքով սահմանված է տեղի բնակչությունը, որը զինապարտ չի։ Այդ ընկալումը ոնց որ չկա, որովհետեւ մարդիկ հաճախ աշխարհազորը շփոթում են ակտիվ ռեզերվի հետ։ Այսինքն ակտիվ ռեզերվը այն է, որ ինքը կիսառազմական կառույց է, ինքը երբեմն մասնակցում է վարժանքների, օրինակ երկրապահ ժամանակին դաշնակցություններ ուներ, տենց գործառույթներ, հա, ու ինքը արդեն ակտիվ ռեզերվ է դառնում։ Կռիվ լինելու ժամանակ, մինչև մոբին հասնելը, այդ ակտիվ ռեզերվն է լինում։ Հետո նոր գալիս է մոբը, հետո որ ասում է թշնամին գալիս է հասնում ակտիվն աշխարհազորն է սկսում։ Այս ընկալումը որ ճիշտ լինի, մարդիկ հասկանան, որտեվ օրինակ որ ասում ես աշխարհազոր, ինքը հաճախ իրան թվում է թե ինքը արդեն պիտի զենքը վերցնի գնա կռիվ, բայց այդքան էլ տենց չի։ Չնայած մեր պարագայում ինչ որ իմաստով նաև տենց է, որտեվ կռիվը ընդամենը մի քանի 100 մետր են կողմն էլի, եթե լինի դու ավտոմատ միանգամից պատերազմի մասնակից ներգրաված ես լինում։ Բայց ամեն դեպքում այդ շատ կարևոր է այդ տարանջատումները ճիշտ լինել, բայց մոբն էլ անվանազրկվեց 20 թվին։ Ու հիմա որ բանակում ասում ես մոբ, ասում են, Այդ որովհետև մոբը փոխանակ կազմակերպվի այնպես որ գնա համալրի գործող զորամասերը, հա մոբը սկսեց կազմակերպվել առանձին ջոկատների տեսքով, տանել չոլերուն այսպես ասած, մեղ չունեն ինչ իմաստով, որ իրենց տանում էին իրավիճակից անտեղյակ վիճակում գցում էին, հա, եւ այդ ժամանակ ասենք խոճապը անխուսափել է։ Ընկեր ունեմ, տենց մի հատ շատ լավ բան ասեց, այդ մոբի հետ կապված էլի, ասում է, ասում է, իրանք սրսկում էին, բերում էին, դու ուղեղը տանջատած քո վեճը չի գմփոցում, դու մարդուն ասենք իր առօրյա ես կտրում ես, բերում ես դնում ես մի հատ իրավիճակում, ինքը միանգամից ստրեսի մեջ է, նորմալ է որ անգնի ստրեսի մեջ։ Խոհանոցից միանգամից հասկանեմ, ասենք խնդիրը բերողի մեջ է, այդ մարդու մեջ է։ Այդ մարդը կարա անձնական որակներ ունենա, ինքը տեղ ճիշտ կողմնորոշվի ու իր այդ խոճապը չլինի, բայց մարդը կարա նաև տենց չլինի։ Ոնց որ իրան պետք է պատրաստես։ Հիմա եթե դու չես պատրաստում, ինչ որ ընդհանցակարգ չունես, ու մի անգամից իրան բերում ես գցում ես տենց մի բանի մեջ, ոնց որ մեղքը քոնն է, էլի, ոչ թե այդ մարդուն։ Ու դնես ասես ինքը շուն փախավ կամ չգիտեմ վախեցավ բան, հա, բա Այն մի հատ մոբը չի լինելու այդ։ Բայց նայ, ախր խնդիրը հետեւյալն է։ Բանակի ստորաբաժանն եթե հանկարծ հայտնվել առանց կապի եւ առանց կառավարման իրավիճակում, իրաց մոտ էլ է խոճապը լինելու։ Բայց զինվորը պետք է իմանա իր հրամանատարությունը ինչա ուզում իրանից։
ինչ վստահություն ունենք, որ հիմա նույնը չի կրկնվել։ Վստահությունը կազմակերպ այդ է վստահությունը։ Ես այդ եմ ասում, հիմա կներես, շատ կներես, նույն Սյունեցին, եթե այդենց համապատրաստից ուռա գորալով գնա մտնի մարտի մեջ, հետո չունենալով հրամանատարություն, ստիպված լինի բան անել, նահանջել, ինչ են ասել, ասում են Սյունեցի։ Ես դրա համար շատ հավանում եմ գմբեթների գաղափարը եւ դրա համար ուզում եմ նաեւ այդ նորից դրա համար շեշտեմ, գմբեթները ինքը անմիջապես մարտական շփման գծում չի, մի քայլ ներքև է։ Եվ ես ինչ եմ ասում եմ, այդ գյուղի բնակիչը որ կռիվ է սկսում, ինքը մտնում է գմբեթ։ Կռիվը այդ ընթացքում գնում է իրանից 1 կիլոմետր կամ 2 կիլոմետր առաջ։ Այդ ընթացքում ինքը հասցնում է մտնի թեմայի մեջ, հերվում է գմբեթը։ Բացի դրանից, բանն է, զորքը գիտի, որ իր թիկունքում, բան կա, Եվ այդ գմբեթները հնարավորություն են տամ խուսանավումներ անել, եթե այստեղ ճնշումը շատ է, ինքը կարա իջնի, այս գմբեթում հենվի։ Եթե կորուստ կան, ստեից կարան մարդիկ գնան համալրեն, արդեն ոնց որ հոգեբանորեն պատրաստված մարդիկ։ Ու ոնց որ դու տենց ադապտացված ես էլի մտնում թեմայի մեջ, քեզ ժամանակ է պետք, որ դու արդեն մանավանդ այդ գմբեթի շինարարությանն էլ եթե մասնակցել ես, Ես դրա համար շատ էի ուզում, որ գմբեթների շինարարությունը բանը գյուղացիները լավ մասնակցեն։ Ու մասնակցում են, գիտես, ես իմ աշխատեսա Կապանի գյուղերում, բայց վատը գիտես որն է, որ այդ դրանից հետո ոմայի վրա բան սկսեց, այստեղ ասենք մարդիկ սկսեցին արշավ, որ այ դուք բանայիվքի ֆունկցիան վերցնում եք ձեզ վրա, այ, ես ինչ վատ բան եք դուք անում, դուք չպետք է անեք։ Չէ, բայց դա ինչից է գալիս։ Որ տեսնում ես, որ բանակը իր ֆունկցիան լավ չի կատարում, ստիպված կամավորը վերցնում է այդ ֆունկցիայի մի մասը իր վրա, այն ֆունկցիան, որ անմիջականորեն առաջնագծի հետ չի կապված, բայց երկրորդ գծի կահավորումը, որտեղ արդեն զորահավաքով զորակոչված ստիպված գնալու է արդեն երկրորդ գիծը զբաղացնի, որտեղ առաջնագիծը Ես անկեղծ ասած մի քիչ այդ բանով ուրիշ ձև եմ նայում, ոչ թե բանակը կարող է եւ պետությունը եւ բանակը իր ֆունկցիան շատ լավ անի, բայց մեկը պետությունը պետքա խրախուսի ներգրավվածությունը նման գործերում։ Այսինքն դու եթե կարում ես նենց անես, որ գյուղացին գա ներգրավի այդ աշխատանքներին կամավոր, դա չգիտեմ ինչ անգնահատելի ռեսուրս է, որ ձևավորված է։ Խրախուսվի այն գլխի։ Այսինքն կարող է նույնիսկ բանակը իդեալական անի իր գործը, բայց եթե կա այդ պոտենցիալը, դու պետք է ներգրավես, որտեղ նույն այդ կոնտինգենտը նաև հետո ներգրավելվա պաշտպանության գործին։ Իսկ եթե դու տշում ես կոպիտ ասած այդ պոտենցիալը, չես վերցնում դա քո ձեռքի տակ, դու ոնց որ բան ես անում էլի, հետո այդ խնդիրները արդեն ունենալու ես։ Հետո այդ խնդիրները ունենալու արդեն ավելի խորացված, որովհետև ստիպված արդեն այդ երկրորդ հասկանում եմ, որ այդ գմբեթների ծրագիրը, այդ խոչընդոտողները ոչ մեկը պետական մտածելակերպ չունեն։ Ես չեմ կամ իրանք ազգի դավաճան են, սենց ասեմ, կամ էլ ուղղակի հասուն չեն իրանք, հասուն չեն հասկանում, ամբիցիաներով տրված բան։ Դու նույնիսկ բանավեճ ունեցել, ասում ես, ես իմ տան կներես շվակնեմ, այս բան պաշտպան, դու ինչ թեմա ունես էլի իմ հետ, ինչ որտես մեկը կոմենտ էր գրել ինչ որտես նյութի տակ, Ալտուրը մտել էր, ասում էր ախպեր, փաստորեն ես իմ տանդեմը որ տենց պաշտպանում եմ, ես բան եմ էլի, սխալ բան եմ անում, վատ բան եմ անում։ Դե կա միշտ եղել է այդ մի փոքր զանգվածը, որ անընդհատ այդ խիստ աղմկոտ խառնում են, գիտես, փորձելու է խառնի, հա, եւ խառնում են իրենք իսկականից խառնում են ոչ թե ասենք իրար չեն կարողանում տարանջատեն բնակչության ինքնապաշտպանության իրավունքը, իր հողի վրա ապրելու իրավունքը եւ ինչ որ տարատեսակ, ասենք տված պահի քաղաքական ուժի դիրքորոշումը, հա։ Գիտենք, որ այսօրվա իշխանություն կազմող քաղաքական ուժի դիրքորոշումը էս թույլ պահելն է։ Գիտենք, որ մենք պարտավոր ենք ուժեր լինել, ուժի գործ ունենալ, որպեսզի կարողանանք խաղաղության հասնենք, այն իսկական ուժերի բալանսով ձևավորող խաղաղությանը։ Հիմա գմբեթը դա ուժի բալանսի մի մասն է։ Բայց գիտես, չէ, քրեական գործը միջև մի հարցը։ Բնակչության պատրաստությունը դա ուժի բալանսի մասն է։ Հիմա եթե թուրքը մի օր տեսնի հեռադիտակով, որ դիրքերում եկան քաղաքացիականներ զենքով, հա, մի օր երկու օր մնացին, հետ գնացին, իմացան, որ զինվորի կողքի այդ գյուղի բնակչությունը կանգնած է, հաստատ չեն հարձակվի։ Բայց եթե տեսնեն, ոնց որ ես ինքս անձամբ 22 թվականին տեսա, ոնց էր Վարդենիսի բնակչությունը սեպտեմբերի ամսին այդ Վարդենիս Մարտունի ճանապարհը կարմիր էր լույսերից, հա։ Դենս չի ջերմուկ այդպես չէր։ Էդ էլ այդպես ինքը գիտի, եթե բնակչությունը գնաց, հա, զինվորը չի էլ կռվելու։ Իսկ միած sense զինվորն էլ նույն ձևի չի կռվում, եթե տեսնում որ բնակչությունը փախավ մեջքի հետևից։ Մի հատ
Այսինքն ինձ հալց է հետաքրում, նայ, ամեն անգամ երբ որ սրացում է լինում սահմանին, նույն ոմայի այդ կենտրոնակայանում լիքը մալթալեցվում։ Սաղ գալիս են հիշում են, որ լավ կլինի մի հատ տենց վերհիշենք, մագազին դնել, հանել, զարիժած, ժգուտ կապել եւ այլն։ Ձեր մոտ այդ զգացումը, այդ միտումը եւս կա բանում։ Դե դա բնական բան է, կա։ Կոնկրետ Երևանի ոման մի քիչ այլ ոնց որ ինքը իրանքից նաեւ գումարտակի կոնցեպտ ունի, մենք չունենք տենց կոնցեպտ։ Մերը հիմնականում կրթական է։ Չէ, նկատնում այ հենց սրանա ասենք համայնքապետարանինքից կարա տենց ձևավորվի, մարդիկ գալիս են այդ ինչ որ մի բան փորձեն հասկանան ինչա կատարվում, ինչան է եւ այլն, Պետական կառույցները դիմում են, չեն ասում արեք մի հատ։ Չէ, դե բան է, տենց նորմալ է, այդ առումով կարծում եմ նորմալ է, որովհետեւ կան ինչ որ հեղինակություններ, ում հետ մարդիկ ինչ որ բան կապում են եւ այդ նման իրավիճակում փորձում են իրան հետ հասկանալ ինչ անենք, ինչ պետք է անենք։ Բանը վալ հիմնադրամ կար է ձեզ մոտ, չէ՞։ Իրանք էլ այնպես կայ բանն են, մոտոցիկլետեր, հետևը այդ առաջին բուժօգնության բան։ Գյուղերում տենց առաջին բուժօգնության դասընթաց էին անում։ Տենց կազմակերպություններ կան, ասենք, այսպես կարի խաչն եմ դրա համար ասում շատ հաճախ, որ մարդիկ ոնց որ շատ տենց երևույթը չռազմականացնեն, այսինքն ընդհանուր կրթությունը, որ դու վերաբերվում ա պատերազմական իրավիճակում կամ ոչ միայն պատերազմական, որ կարաս ճիշտ կողմնորոշվես մարդու կյանք բրկես կամ քո կյանքը բրկես, ինչքան շատ, այնքան լավ։ Այսինքն դա այնպիսի բան է, որ պետքա համատարած արվի։ Ու մեր առաջ խնդիրներից մեկն է նա, որ երևույթը սարքենք, այսպես ասած, նորաձև, հա, ոնց են ասում, կրթվելը նորաձև, հա։ Ես այդ դեպքը չի։ Չաժի, ստե չի աշխատում։ Մենակը տենց չի։ Բայց Արտուր ջան, նայ, մի հատ sense խնդիր կա, հա։ Դու հողը չես կարող պահել, եթե հաց չունես։ Գաղտնիք չի, որ նույն այդ առաջնագծի գյուղերը կորցրեցին իրանց եկամտի 99%-ը։ Հա, այսինքն անասնապահությամբ էին մարդիկ զբաղվում, հիմնականը։ Հիմա ոչ խոթարքեր կա, ոչ անասուն կա։ Կա ինչ-որ նման նախաձեռնություններ, թեկուզ Փյոլքի կողմից, թեկուզ մեծահարուստ տեղի բնակիչների կողմից, որպեսզի մարդկանց տեղում պահելու փորձ անեն։ Գիտես, ես ասեմ, որ ընդհանուր մեր ազգը լավն է, ու տես նախաձեռնություններ կան, շատ կան, ես կասեի, նույնիսկ անհանգստացնող շատ, որովհետև օրինակ ես շատ կուզենայի, որ նախաձեռնությունները լինեին ոչ թե զուտ օգնել, ասենք մեկին ինչ որ բան տալ օգնել, դու ոնց որ չասում ես բնակչությանը, չասնես էլի բնակչությանը, ուզողի դերում լինեմ, որ մի հատ էլ ասեն արա գիտես ես սահմանամերձ եմ կամ սահմանապահ եմ, դու պիտի ինձ օգնես, այդ պիտի լավ է, այդ պատասխանատվությունը պետք է գիտակցեն բոլորը, բայց ինքն էլ ոնց որ չդառնա բան էլի, տենց ամենօրյա կամ մշտական։ Հա, որովհետև եթե դու իրան սովորացնես, որ հա իրան պիտի փող տաս ինքը դե ապրի, հետո որ մի կրակոց լինի ինքը գնալու է։ Իրականում ոնց որ շատ նուրբ սահման կա։ Ու շատ եմ ես ինչքան կարում եմ ռոպագանդում եմ, ասում ժողովուրդ ջան, որ ինչ որ ծրագրեր եք օգնում, հենց արեք, որ իրանց ինչ որ ոչ թե գումար տակ, այլ հնարավորություններ բացեք, որ իրանք կարան աշխատեն։ Բայց ասեմ, մեր ազգը լավն է, շատ մարդիկ են գալիս տարբեր նախաձեռնություններով, հիմնադրամներ են աշխատում, տնկիներ են տալիս, անասուններ են տալիս, տուն են տալիս, ասենք, լիքը տենց բաներ կա, արվում է, պետական ծրագրեր կան, այս չի էլի, որ պետությունները ինչ որ բաներ անում, օրինակ, այդ սաբանայինների հոսանքը բանը ինչ որ սուբսիդավորվում է մասսան բան։ Արվում է, բայց կարևորը իմ ասած այնա, որ այդ մարդկանց որոշումն է, եթե դու որոշել ես, որ այդտեղ պիտի ապրես, սովածել ես ապրելու։ Այսինքն այդ որոշումն է, եթե դու քո համար այդ որոշումը կա, հստակ է, հետո մնացածը իր հետևից գալիս է, հետո լավել ես ապրելու, ես էլ ես անելու, բայց պատրաստ ես դու այդ դրա համար ամեն ինչ։ Դա իհարկե սկզբունքային հարց է, այդ քո պապերի պահած հողը, այդ հողի վրա ապրելու սկզբունքային ցանկությունը եւ նպատակը։ Քոնն է, սեփականության զգացումը, այս իմն է, ախպեր ես ուր եկնամ։ Ես տեսել եմ էլի այդ կիսասոված ապրող գյուղեր Հայաստանում, բայց ապրում են, որովհետեւ դա իրաց պապերի պահած հողն է։
Բայց եթե լավ է լինի, ավելի լավ է լինի եւ պատրաստված է լինեն, մանավանդ ասեմ, սահմանամերձ գյուղերում, հա, այդ ոնց որ ավելի սուր ունեն այդ զգացումը, ես անձամբ եմ տեսել, որովհետեւ այն ով այսօր այնտեղ մնացել է, ասել, արդեն մի քանի տակ դրանով անցել են։ Հա մի քանի տակ մնացել են, մի քանի սերունդ մնացել են սահմանամերձ վիճակում, մի երկու սերունդ գոնե արդեն կան էլի։ Իհարկե խոսքը չի վերաբերվում արևելյան սահմանին, հա, Վարդենիսից մինչև Մեղրի, որովհետև Չէ, օրինակ Տավուշում 3 սերունդ կա արդեն։ 3 սերունդ կա սահմանամերձ են, հա, Կարագիտակ են։ Վարդենիսից մինչև Մեղրի, Վարդենիսից մինչև Մեղրի, այս վերջի 5 տարում են դարել սահմանամերձ, էլի։ Ես օրինակ հիշում եմ 12-13 տարի առաջ նույնիսկ նկարահանումներ էի անում Տավուշի գյուղերում, որտեղ գնում էի, այս ցույցեր տալիս, մեր Էրիկ Պրակելն Դեշեկայի այդ գյուլեն բանի մեջ, հա, պատի մեջ։ Բայց ինձ մի հատ բան է հետաքրքրում։ Մենք միջին վիճակագրական սովորական քաղաքացիներս, օրինակ երևանցիներս ինչ կարող ենք անել Սյունիքի համար։ Օրինակ մարդես էլի նայում ես այդպես լուրեր ես լսում, ասում ես, արա լավ ինչ անենք։ Դե բանը առաջինը գալ Սյունիքն է ուղակի, այդ որ ասացինք։ Ճամփորդել։ Հա, գազ, երեխեքին վերցնես, գնաս, հա, չգիտեմ, մի հյուրանոցում մնաս, գնաս, պտտվես եւ այլն, քո համար է անցկացնես։ Կապ չկա ոչ մի բան չանց, որ շարժ ալինում մարդկանց վրա, դա դրական է ասում։ Այդ տեսնելը էլի, այդ կարևոր է։ Մենակ գնալ տեսնելը, ես հիշում եմ առաջ անգամ որ գնացի Սյունիք ոչ թե գործով, այլ այսպես մշակութային միջոցառման, իրական դպրոցի տարելուրներ, եկանք Սյունիքում արեցինք, Գորիսում արեցինք, գնացել էի ու ոնց որ ոչ մի գործ չկար, էլի, գնացել էի, ասենք դիպլոմային աշխատանքների, այսպես հանձնաժողովի բան, այնպես լրիվ ուրիշ աչքով տեսա։ Լրիվ ուրիշ աչքով, որովհետև տեսա այնպիսի բաներ, որ ուրիշ ժամանակները չեմ էլ ուշադրություն դարձել, չեմ էլ նայել, որ այդպիսի բաներ կա, ասենք, հա, քաղաքի կենտրոնում չեմ պտտել, երեկոյան չեմ մանեկել, հա։ Այ գնալ մենակ հայրենիքը ճանաչել արդեն Երևանցին ոչ միայն Սյունիքից կօգնի, այլ ինքը իրեն կօգնի։ Ուղղակի Սյունիքը գիտես հայրենիքը հայրենասիրությունը իրականում հայրենաճանաչությունից է սկսվում։ Նայ, նույն տուրիստի տեսանկյունից եթե ես նայում եմ, ներքին նույնիսկ տուրիստի։ Ես հասկանում եմ, որ օրինակ Երևանցու համար ընկալելի է Վայոց ձորը գնում է Արենի գինու տոնին, գնում է ջերմուկ, որտեղ ինչ որ կենտրոնացած բաներ կա։ Անդեղից արդեն կարա նստի մեքենաներ գնա տարբեր տեղեր, կամ գնում է Դիլիջանից գնում է տարբեր Տավուշի մարզի հատվածներ։ Այս Սյունիքում ոնց որ տենց կենտրոն չկա, էլի, որ գնաս տեղ ու տեից սկսես Գորիսը այն նոր է դառնում։ Նոր Պետականորեն է ինքը կլաստեր արդեն դառնում տուրիստական, որտեղ երկու-երեք հատ տենց կարևոր բան կա, մեկը հենց բուն Գորիս քաղաքն է, հիմա հին Գորիսը սիրուն սարքել են, որ գնում ես ոնց որ։ Հա, ես տեսել եմ, շատ ֆանտաստիկ է։ Հա, բանն է, Ճոպանուղին է, Տաթևի վանքն է եւ Խնձորեսկից ծոչվող կամուրջն է։ Երեք հատ տենց հիմնական բան կա, բայց քայլարշավների համար շատ անտիրտեղական արահետներ կան, հատկապես հին գյուղերը, որոնք որ սովետի ժամանակ են դուրս եկել բանը հարթավայրային, ոնց որ հին գյուղեր են, մարդ չի ապրում, շատ լավ պահպանված մեծ մասը, շատ հավես է տեղով քայլել, ուղղակի կան մարդաբնակ գյուղերով, հին գյուղեր են էլի։ Հա, շատ հավես տենց արահետներով, ջրվեժներով, բանով տենց տեղեր կան։ Առաջի բանը այդ կարան անեն, երկրորդ բանը, եթե ասենք մարդիկ ուզում են, ասենք անվտանգության վերաբերող ծրագրեր մասնակցել, ֆինանսավորել, օժանդակել, կարան կապվեն մեր հետ եւ հասկանանք թե ինչ կարան անել։ Ասենք այս պահին ոմա Գորիսն է, Գորիսի անվտանգ Գորիսն է, վալ հիմնադրամն է, որ իրեքը իմ ճանաչած հիմնական հասարակական ասենք ոլորտում, ոչ պետական գործառույթ են իրականացնում ընդհանուր անվտանգության, այդ համապարփակ պաշտպանության եւ անվտանգության հայեցակարգի ձևավորման վրա աշխատանք են անում։ Այս ուզում եմ ասեմ մենակ որ ոմա Գորիսը հիմա համարյա չի գործում, որովհետեւ ֆինանսավորում չունենք։ Այս 25 թվականի սկզբից կարելի ասած չկա։ Կա, բայց չկա, էլի sense ասեմ։ Անվտանգ Գորիսի մի հատ լավ նախ պրոյեկտ ունենք, բացի հրաձգարանից իրա բանը, իրա անօթաչու թռչող սարքերի նախագիծ ունենք, հիմնականում այդ ժան FPV դրոնների հետ կապված կրթական ծրագրեր ենք անում եւ սովորացնում ենք տարբեր շրջանակների FPV դրոններ սովորել եւ ինքներս նաեւ հմտանում ենք այդ ոլորտում։
բավականին շատ ուժեղ ու կարևոր պրոյեկտ է, ելի ունենք լավ գործընկերներ, ովքեր օգնում են մեզ ու առաջ է գնում մենակ այդ պրոյեկտը։ Կարան այդ իմ ասած որևէ ոլորտում մասնակցել մենակ ֆինանսական չէ, գալիս ես, կարող մասնագետ ես, մի բան էլ դու ես սովորացնում, ինչ որ մի բան ես կապում ես մեկի հետ, ով դրա ոլորտից է, ասենք առաջ ես գնում, այդ մյուսն էլ էդ է, որ կարծում եմ որ կարևոր է։ Այնպես չի որ այնտեղ բիզնեսը մենակ туриզմով է սահմանափակվում, էլի։ Ու արտադրական ձեռնարկություններ կան, էլի ինչ որ մշակութային, թանգարանային եւ այլն, որը որ հնարավոր է որ զարգացնեն, դառնա ավելի, այսպես ակտիվ, ու մենակ Գորիսի հարցը չի, էլի։ Հարցը այն գյուղերի խնձորես, տեղ, խնածախ, խոզնավար, էս։ Ես Գորիսի մասին եմ խոսում, բայց ընդհանուր եթե Սյունիքի պատկերը ասեմ, Գորիսը համեմատաբար լավ վիճակում է, ավելի վատ է Սիսիանը, Գորիսը իր գյուղերով ավելի ուժեղ է, էլի տնտեսական առումով։ Սիսիանը ավելի թույլ է, իսկ Կապանն ու Մեղրին ուժեղ են, որովհետև այնտեղ հանքարդյունաբերություն կա, իրանք հարուստ են։ Կապանը երևի Հայաստանի հարուստ քաղաքներից մեկն է։ Իր տնտեսությամբ Իրանի հետ կապի։ Հա, Մեղրին Իրանի հետ կապի մեջ է, ինքն էլ չի որ շատ վատ վիճակում։ Հա, Մեղրիում ասենք մարդիկ շատ լավ են ապրում։ Հա, ես եղել եմ։ Եվ Մեղրիում, եւ Կապանում, եւ Քաջարանում կյանքի որակը շատ բարձր է, 100%։ Դզիչ կա, ոնց լավ եք, ասում են, Գորիսը գալիս են, ապրանքը լսում տանում են։ Գորիսը վատացավ բանից հետո էս Կապանի ու Ստեփանակերտի ճանապարհը կտրելուց հետո ինքը ամեն առումով sense մի հատ ուժեղ հարված է ստացել ու տենց ճգնում ենք որ կարողանանք բահենք։ Ու այս բարոյական ճնշումը որ կա կրակոցների տեսքով ես ճիշտ ասած մի երկու անգամ լայվով խոսել էի դրա մասին ու առհասարակ սյունեցիներին եմ կոչ արել էլի, ասենք հասկացանք դուք ենթադրենք Էսպանիան ապրում չեք Սյունիքում, բայց դուք ես ասենց մի հատ ձևակերպումն եմ ասեմ, եթե դու հաջողակ մարդ ես, քո հաջողությունը ոչ միայն քո հաջողությունն է, այլ քո գեների հաջողությունն է, որովհետև լիքը մարդ ապրել է, մեռել է, ծնել է, հետո եկել ես դու ես ծնվել, եւ դու այդ անցած ճանապարհի առաջ, որ եկել ես հասել ես ծնվել ես, պատասխանատվություն ունես, եթե հաջողակ մարդ ես, ուրեմն ուժեղ գեներ են հասել քեզ ու դու այսօր ոնց որ ինչ որ միտեղ հաջող ես այդ պատասխանատվությունը քեզ պիտի դրդի ինչ որ մի բան անես քո երկրի համար ու դա ոնց որ բարեգործություն չի դա չգիտեմ ինչ չի դա քո սեփական այդ մարդկային որակն է որ դու ասում ես հա ես մի բան պետք է անեմ իմ երկրի համար հետո կարաս շատ բան անես դու մտածիր կարաս բիզնես ներդրում անես կարաս չգիտեմ միտեղ մի կազմակերպության օգտակար լինես կարաս որոշես գաս ապրես քո հայրենիքում Մի հատ լավ գաղափար կար, դե լիքը հարուստ գորիսեցիներ կան դրսում, ասում են ամեն մեկը որ իր հայրական տունը գոնե լավ սարքի, սիրում։ Էլի ագին կաշխուժացնի քաղաքը։ Թեկուզ տես բաներ արեք։ Այսինքն այս շատ կարևոր է եւ երկրորդը այդ պատասխանատվության համատեքստում։ Այսօր երբ որ մենք ասում ենք Սյունիքը վտանգի մեջ է, դե Սյունիքը Արցախը ընդհանուր գտնվում են այս բանի թուրանական ճանապարհի վրա։ Ես ասում եմ, եթե նույնիսկ հիմա խաղաղություն լինի մեկը 50 տարի, 100 տարի, 200 տարի Թուրքիա իր ծրագրից չի հրաժարվելու։ Եթե ես ապրում եմ Սյունիքում, ապրում եմ Արցախում, ես նաև պատասխանատվություն եմ ինձ վրա վերցնում այդ մարտահրավերին դիմագրավելու։ Այդ տուպը ապրել չի։ Դե չէ՞ նա կգնամ լոսում կապրեմ, ինձ համար կապրեմ։ Բայց եթե դու ստեղ ես ապրում, դու հասկանում ես որտեղ մարտահրավեր կա։ Հիմա եկեք նայենք Սովետը։ 70 տարի խաղաղ ենք, չէ՞, ապրել, բայց այդ հիբրիդային պատերազմը ծավալվել է նաև սովետի ժամանակ, որտեղ իրանք հատուկ ծրագրով սկսել են լծվել Սյունիքի այդ հատվածներում, հույս ունենալը, որ մի օր դա որպես էթնիկ գործոն օգտագործելու են։ Եվ ոչ միայն այսօր Ադրբեջանը այդ խնդիրը դրել է, որ այդ մարդկանց նորից հետ բերի Սյունիք, անվերջ այդ տարածքները։ Այսինքն դա իրենց ծրագիրն է, ու իրանք այդ ծրագրից չեն հրաժարվել։ Եթե դու ապրում ես Սյունիքում դու պետքա այդ լրջությունը վերցնես վրա քո վրա, այսինքն Թուրքիան Հավայի երկիր շատ լուրջ երկիր է եւ այդ լրջությունը պետքա մենք ընդունենք, մենք որպես այդտեղ ապրող մարդիկ, այդ լրջությունը պետքա հասկանանք, այդ տուպը ապրել չի, այդ մարտահրավերը պետքա պատվով ընդունենք եւ իր բոլոր խնդիրները բացենք ու հասկանանք ոնց ենք լուծում։ Այդ Միչայելոց մենակ մարդկանց բերել լցնելով չէր այդ հիբրիդային պատերազմի ծրագրումը, այլ նաև ասենք նույն համայնքների կամ գյուղերի վարչական սահմանները այնպես տանելով, որ ոնց Գորիս Կապան ճանապարհը
մի քանի տեղ հատում էր ՀԽՍՀ եւ ադրբեջանական ՍՍՀ սահմանները, հա, վարչական սահմանները այն ժամանակ այդպես էր, բայց այսօր այդ հանգամանքը մեզ բերեցին դեմ տվեցին, ասեցին, պես ճանապարհը մտավ դե 26 թվականի 1926 թվականի քարտեզներով այդ ճանապարհը մեր կողմն էր, այսինքն իրանք կտրտեցին, Արտուրի ասածն է, իրանք միտեղ սովխոզը նամակ գրեց կենտրոն, ասեց խնդրում ենք եղբայրական մի հատ դաշտ տվեք, մի հատիկ էս բլուրն էլ մեզ տվեք, մի հատիկ էս պաստել մի հատ sense էս ջուր կա, չռիկ կա, մի հատ մեզ տվեք։ Ես ասեմ, որ մեկ էս Սյունիքի քարտեզը նայում է, սա sense ցցեր են, չէ՞, sense ինչ որ, ու ես վստահ եմ, որ ամեն մի ցիցը, որ sense մնացել է ցից, ինչ որ մի անհատ աղետ է, ով ինչ որ այդ նամակին քրվել է, ասել է ռադել եք սա էսի մեր տարածքն է, բայց մնացածը տվել են այս ցիցը։ Այն մխեցվածները երևի մի քանի կիլո ոսկի է գնացել, ինչ որ մի պարտոնյայի գրպան է, էլի։ Բայց ուզում եմ ասեմ մարտահրավերը պետքա հասկանանք։ Հիմա մարդիկ իրանց ոնց ասեմ, այդ պատմական հիշողությամբ գիտեն թուրքը ով է, չեն վստահում։ Այդ ոնց որ մեր մոտ էդի տենց սաղս ակնհայտ հասկանում ենք։ Նամանավանդ Գորիսը այդ սովետական միության այն տարածաշրջաններից է Հայաստանի, որ թուրքը որպես այդպեսին չի կարացի ապրի, հա, մենք մի քիչ բան ենք էլի, վայրի ենք այդ առումներով, հա, բայց կապ չունի, այդ ոնց որ գլուխ գովալու չի, այդ մեկը մարտահրավերը շատ լուրջ է, մենք այդ լրջությունը ես ուզում եմ ընդունենք էլի, բոլորին է դա վերաբերում։ Դե ուրեմն մարտահրավեր ընդունելը սկսում է նրանից, որ եկեք գնանք Սյունիք ուղղակի հանգստանալու թեկուս երեխաներին վերցնելու, տանելու, ցույց տալու, հետաքրքիր գեղեցիկ շատ ֆանտաստիկ բնա պատկերներ կան։ Հայաստանի սարերը Սյունիքում են իրականում։ Չէ, անտառային տարածքներ էլ կան։ Անտառներն ու սարերը, հա, մենք չենք պատկերացնում, բայց Սյունիքում շատ գեղեցիկ տարածքներ կա։ Առաջարկում եմ մեր հայրենակիցներին իրենց զորակցությունը հայտնել սյունեցիներին հենց այդ ձևով պլանավորեք եւ ձեր ընտանիքով կամ ընկերներով գնացեք պատտվեք անվտանգ է, գեղեցիկ է, մարդիկ շատ հյուրընկալ են, ֆանտաստիկ խոհանոց կա։ Կարող գնաք կրակեք նաեւ։ Ամեն ինչ էլ կարելի է այնտեղ գտնել, շատ գեղեցիկ է, շատ հաճելի է, շատ ֆանտաստիկ օդ է։ Մի խոսքով Արտուր ջան, շնորհակալություն, որ մեզ եկար հյուր։ Հետաքրքիր զրույց ունեցանք։ Զորաձրույցներ եթերում։ Հաջողություն։ Հաջողություն։ Տեսություն։